Պարոն Վիպունյան, ընդդիմությունն ասում է իշխանությունը չի ամաչում 4-րդ կարգի անորակ ցորեն է բերել, թմբկահարում էր այս ընթացքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես ցորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներից պիտի ուզենա ներգրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեծ հայտարարությունները Ռուսաստանի, ռուսաստանական ցորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրանց։ Տեսնում եք ինչ լավ է։ Ունեք ցորենի հետ կապված։ Պարոն Ռուբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված ծավալուն հայտարարություններ էր, հա, տվել։ Փաստորեն հիմնական մեխ այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ, այսպես փոփոխությանը ենթարկել իր տեսակետը, հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Ու ավելին 19-ին ասած առաջարկներ են ներկայացվել, որոնք մերժում են։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահարել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Բանակցությունները մեծ է վարել, ինչը հանգեցրել է։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ Արցախ Հայաստանը եւ վերջի ասել, որ զրոյական կետից է ասում։ Ռոբերտ Քոչյանը ասել է Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահարել։ 2019-ին առաջարկ ուղարկվել է, բայց այդ առաջարկը ընթացք չի տվել։ 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս։ Ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հա, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետեւ երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է ինքնորոշումը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետեւյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարու բանակցություններ։ Հետո 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Բայց ընթացքը չի տեսնում։ Ինչ նշանակում է։ Իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բան եմ էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկը իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Էս շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի՞ չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը
իրականում մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի Միչանսկ եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք որ դա որևէ կերպ ես հասկանում եմ որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ ու երբ որ ես պատասխանում եմ մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք, դե չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետեւ փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչինչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետեւաբար, երբ որ իրանք ասում են, այ այն ժամանակ էս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն Բինյան, մեկ այլ հարցի անդրադառնանք Սերժ Սարգսյանի հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է, այն չեք ասում։ Մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի կամ 7 շրջանով կամ 5+2 կամ Լաչինի Միչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց հավատում։ Այն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական։ Սերժ Սարգսյանի հարցազրույցները։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կներեք, ես մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Ժամը 6-ից գրոհեց Facebook-ում։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի ուշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Ով է Սվիտանսկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ, ես Սերժ Սարգսյանի ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտալսկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկել, չի եղել։ Ես ամենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։
Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում, այսպես կարմիր թելով գծված, իրենք երկուսն էլ նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, դες մեղադրումը դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահրեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրանք։ Դժոխան ասում եմ, ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք, նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետքա հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղ։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Ռուբինյան, մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում այդ շրջանում իրենք փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում։ Դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ դառնա։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահրել է պատերազմի, ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի եւ Ռոբերտ Քոչյանի այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմի 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1/1-ից չդառնա 1/5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Եվ այսպես շարունակ։ Այդ դա է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ։ Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, եւ ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը, մի վարքյան, մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1/1-ին հարաբերակցությունից դառել է 1/5-ի հարաբերակցություն։ Ակնհայտ է, որ այդ տարիները Համաձայն եք իմ փաստարկը։ Ոչ, համաձայն չեմ։ Դե տեսեք, բացատրում եմ, ակնհայտ է, որ այդ տարիները, որովհետև այդպես չի իրականում։ Դուք Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1/1-ի ու 1/5-ի չի եղել։ Գուցե այդպես է եղել, բայց դա չի եղել հրահրվելու Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։ Դուք ասում եք, որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ Չէ, ինչ եք դուք ասում։ նպաստել են, որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ
նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո։ Նպաստել են հետևյալ քայլերը. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց հիմա թվականակով մեզից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին։ Ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք, ո՞նց է։ Ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին այս դահլիճում, երբ որ ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հարց են տվել իրան բանակցությունների մասին, ասել է բանակցությունները կանգնած են, փակուղիում են։ Կանգնած են կարծեմ։ Հետո էլ ասում է, այլևս թեկուզ փակում ավելի լավ։ Հետո էլ ասում է, այլևս երկար ժամանակ մենք պետք է բան Բառացի չեմ հիշում, բայց ձեր գործն է, էլի գտնեք այդ ցիտա։ Ասում եմ, մի խոսքով պետք է հույս չունենանք, որ չի լինելու բախում, այդտենց մի բան։ Իր հարցազրույցը ունենաք, տեսնենք, ասում է, որ շատ հաճախ է։ Դե գուցե դե հիմա գուցե տարբեր մարդիկ տարբեր ձև արդարացնում են իրանց իշխանության օրոք գործած սխալները, մեղքերը եւ այլն։ Արցախի մասին վարչապետի հայտարարությունից հետո ձեր նիմախոստները ենթադրում են, որ զիջումներ կլինեն, ասենք։ Դե մի քիչ աբսուրդային է, հա։ Ձեր կարծիքով այդպիսի հնարավորություն կարող է լինել, որ զիջումներ լինել եւ մենք դրա դեմ չկարողանանք առնել։ Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, չնայած ինքը միշտ է խոսում է, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արցախը, ասում են, այսինչ է, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը ինչ է ենթադրում, որ իրենք պետք է բնականաբար իրավական հիմքերը դնեն, իրար առաջ քննարկեն, կատի ունեմ ամբողջ սահմանազատման համար, տարբեր հատվածների, տարբեր թողեք ավարտեմ։ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն եւ այլն։ Իրականացնեն սահմանազատում, ստորագրեն վերջում սահմանազատման բաները, պրոտոկոլները, այսպես կոչված։ Ամենավերջում նաև պետքա պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետքա միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Չէ, հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով, այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում այս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Արցախի թեման ցակել է այն պահից, երբ որ Արցախը օկուպացվել է։ Ինչ աշխատում հանձնել։ Գրավել են։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցախաշենում եմ այդ օրը։ Ես այդ օրը, բայց բան չէ, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ հիշում։ Դե տավեցուն կամ մի քիչ էլ։ Ինչ։ Կանգնած չի, բայց նկատի ունեմ նոր, կանգնած չի, բայց նոր հանդիպում դեռ տեղի չի ունեցել, կունենա որևէ խնդիր չկա, այսինքն ինքը իր հունով գնում է։ Այլ կերպ ասած, որպեսզի հստակ լինենք։ Սահմանազատման հետ կապված, այդ թվում անկլավային հարցերով որևէ նորություն չկա։
իրավական հիմքերի առումով էլ չկա։ Դա պետքա համանազատման հանձնաժողովում քննարկվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ պետք է իրավական հիմքեր ներկայացնել։ Նախ նոր պատասխանեցի։ Չէ, բայց հիմա այլ հարցեր կա։ Բարություն այլ հարց մի րոպե, Ռուզան մի րոպե։ Հիմա երբ որ վարչապետը խոսույթ է փոխել։ Ինչով է խոսույթ փոխել։ Նախկինում գոնե ասում էր պետք է իրավական հիմքեր ներկայացնել, հիմա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա համանազատման հանձնաժողովում։ Համանազատման հանձնաժողովում չի կարող համանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի։ Արծվաշենի մասին է խոսել վարչապետը, մենք Արծվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արծվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ, բայց այն Ժորժ ջան, Արծվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արծվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արծվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որ ոչ միայն Արծվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Պարզապես կներեք, այն անկլավների մասին, որ խոսում են, պարոն Ռուբինյան, ասում են, եթե դա անցնեն Ադրբեջանը, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք ունենալու։ Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը ենթակա են քննարկման համանազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ համանազատումը հասնի դրան այդ հարցերին արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի հետ դա հնարավոր է անել միայն հանրակրվեով Կներեք, բայց մենք մի փորձ տեսանք, որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, այդ գյուղին եւ նոր ճանապարհ կառուցվեց։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարածքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հավաքվել լիներ։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մինչև տարեվերջ առաջարկների մասին փաստաթղթերը կհրապարակի եւ ասել էր, կարծես թե սպառնացել էր Սերժ Սարգսյանին, որ նաեւ մի նամակ է հրապարակել։ Դուք տեղյակ եք ինչ նամակի մասին է, որովհետեւ դուք նաեւ փող արտգործ նախարար եղել։ Գուցե տեղյակ եք ինչ փաստաթղթի նամակի մասին է։ Դե ես ինչ որ նամակներ տեսել եմ Սերժ Սարգսյանի գրած, բայց չգիտեմ վարչապետը որ նամակ է դες։ Չէ, նկատի ունեմ բանակցային գործընթացում տարբեր երկրների ղեկավարներին ուղղված նամակներ տեսել եմ, բայց ես չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Քաղաքական դրամաբանություն կա։ Նարեկ ջան, լավ է։ Ոնց կարող է Սերժ Սարգսյանը ոնց կարող է զիջողական լինել։ Ոչ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը իրենք ուղղակի բաներ են, չէ, քաջարի մարտիկներ են եղել, ինչ զիջողական։ Արցախը հայկական է։ Փաստը դա է։ Իրենց տարիներին 20 տարի Արցախը հայկական է եղել։ Դուք հիմա ինչ պարզաբանում եք վերեք, պարոն Ռուբինյան։ Ձեր տարիներն Արցախը ադրբեջանական դա։ Նախ ես առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Չէ, դա էսի բանավիճ է։ Բայց բանավիճ է, բայց դեմ չեմ։ Ես ձեր հետ բանավիճ եմ, խնդիր չեմ տես։ Բայց առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Այ Ռոբերտ Քոչյանը թող գնա Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի։ Ինչ վատ կա։ Ինչի ենք միջնորդավորված բանավիճում Ռոբերտ Քոչյանի հետ։ Կարող եք ինձ բացած։ Մի խնդրում եմ, էլի դուք որևէ մեկի խոսնակը չեք, խնդրում եմ, մի ընդհատեք ինձ, Աստծո սիրուն։ Տեսեք, թող ինչ ենք միջնորդավոր, օրինակ ինչի եք դուք Քոչյանի թեզը, ընդ որում որևէ ուշադրություն դարձ, մի վարքյան էլի, մի վարքյան։ Ասում եմ, ինչի եք դուք Քոչյանի թեզը հիմա ինձ փոխանցում, որ ես այդ թեզին հակափաստակ բերեմ։ Ես առաջարկում եմ հետեւյալը. եկեք միջնորդներին արանքից անենք ամենայն հարգանքով ձեր հանդեպ։ Եվ իմ հանդեպ էլ ես էլ չէ, ես առաջարկում եմ մեր գործը հեշտացնել։ Թող Ռոբերտ Քոչյանը բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասկանում եք, պարզ բան եմ ասում։ Իդեպ, ուր է փայլակը։ Գնաց փայլակը, ափսոս։ Լավ չեմ ասի, ուրեմն ինչ ուզում եմ ասել։ Եվ հաջորդը, որ կերկին վերադառնում եմ հետևյալին, երբ որ Արցախը հայկական էր, երբ որ Լեռնային, իսկ ի՞նչ է դա նշանակում, երբ որ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, երբ որ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը, Լեռնային Ղարաբաղում իրանց հետ աֆիլիացված ուժերը մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ եւ ինչի մեջ, այն ինչի մեջ։ Իրանք արդյունքում ինչ արեցին։ Իրանք եւ իրանց հետ ասոցիացված ուժերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում Դաշնակցությունը։ Այնպես արեցին, որ Արարիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, ստեղ Երևանում հանրահավաք էին անում, Նարեկը մոտեցավ
Առնվազն Քոչարյանին, Սարգսյանին չեմ հիշում, մոտեցավ թե չէ։ Ասեց ինչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին։ Ասեցին շատ լավ է, հուսով ենք նույնը Հայաստանում կլինի։ Հայկ Մամիջանյանը այստեղ ազգային ժողովում էր ասում էր եւ կհնչի զանգը, ինչ որ մի բան կլինի։ Ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Հասկանում եք։ Հիմա դուք ուզում եք սրա մասին օրինակ մի օր հարցնեք, որ խնդրեմ ինչ որ մեկը ձեզնից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կհարցնի, պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, այդ 2023 թվականի ամառը, որ օպերայի Ազատության հրապարակում հարավակ էիք անում, ասում եք շատ լավ է այն ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, հուսով ենք նույնը Հայաստանում տեղի կունենա։ Մամիջանյան Հայկն էլ ասում էր շուտով կհնչի զանգը, ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղ հայաթափվեց։ Իրանք ինչ նկատի ունեին։ Ես իրենց փաստաբանը չեմ, պարոն Ռուբինյան։ Դե եթե իրանք 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Արցախի հայաթափմանը։ Ուրեմն նույն անալոգիայով, եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրանք 30 տարի երկիրը կառավարելուց հետո, երբ որ մի իրավիճակ, երբ որ հավասար ռազմական բյուջեն հենց են անում, որ մի քանի անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, ու դրանից հետո մենք գալիս ենք իշխանության 1.5 տարվա մեջ, այսինքն այդ նույն անալոգիայով մենք մեղավոր ենք, որ պատերազմը սկսել, բայց իրանք մեղավոր չեն։ Եթե այլ հարցեր չունենք, ասում է, որ պատերազմի օրերին ինքը եկել է Արցախ եւ ուզեցել է հանդիպի Արեգ Հարությունյանի հետ, բայց նա չի ցանկացել հանդիպել, ասել Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի։ Բայց որտեղ հետաքրիր, սկսենք նրանից, որովհետեւ Արայիկ Հարությունյանը ազատության մեջ չի, որ իմանանք ինքը դա հաստատում է թե չէ։ Ես ինչ իմանամ իրանք իրար հետ ինչ են խոսում, բայց ես ինչ իմանամ իրանք դες բան խոսել են թե չէ։ Դու ինքը ասում է ես այս մարդու հետ խոսել եմ, սա ես ինչ իմանամ, ճիշտ է ասում թե չէ։ Այլ հարցեր կան։ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ խոսում սպառված փաստաթղթի մասին, հա, նոյեմբերի 9-ի, որի ժամկետը Չգիտեմ, երևի ուզում է խոսա, չգիտեմ։ Եթե այլ հարցեր, դուք վերջին հարցը։ Հանրային համերաշխությունն է վերականգնելու, որովհետև ձեր իշխանությունը իր բառերով ասած Նիկոլ Փաշինյանը չար է եւ կոնֆլիկտ։ Դե Ռոբերտ Քոչարյանի իշխանության եղած վերջին օրերին հանրային համերաշխությունը, եթե ինքը պատկերացնում է, այսինքն հիշենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերը, 10 զոհ Երևանի փողոցում, տանկեր Երևանի փողոցներում։ Դա է հանրային համերաշխությունը։ Թե ասենք այն որ Պապլավոկ էր ինքը գնում, դրանից մի քանի ժամ հետո այդտեղ մարդ էր սպանվում, դա է հանրային համերաշխությունը։ Գիտեք, բանը, գիտեք, այդ ժամանակ ես հիշում եմ Առավոտ թերթում Արամ Աբրահամյանը գլխավոր խմբագիր, այն ժամանակ էլ էր գլխավոր խմբագիր, չեմ թե հիշում, թերթում էր գրել, թե ուրիշ տեղ էր ասել, ասում էր հումոր էր էլի արել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը այցելել է ազգային պատկերասրահ, զոհեր չկան։ Մա այդ է իր համերաշխությունը։ Գիտեք ինչ են գրում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ զոհեր չկան։ Ո՞վ է գրում։ Էլի Facebook։ Ով։ Ես օրինակ հաղում արեցի ով է գրում։ Կգտնեմ ստատուսը։ Դե գտեք ինձ ուղարկեք, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։